Միշտ գալիս է այն օրը, երբ Աստված կայացնում է իր որոշումը, եւ երբ Տերն ասում է մի խոսք, այն չի կարող չեղարկվել։ Այդ պահին դուք էլ պիտի որոշում կայացնեք։ Երեմիա 21:8-ում Տերն ասում է. «Եվ դու այս ժողովրդին ասիր, այսպես է ասում Տերը, ահա ես դնում եմ ձեր առաջին կենաց ճանապարհը եւ մահվան ճանապարհը, վերադարձիր Տիրոջը, վերադարձիր եկեղեցի, մի մոլորվիր, մեզ պետք է քո օգնությունը, որպեսզի աշխարհին բարի լուրը հռչակենք, այսօր որոշում կայացրու, Աստված քո կողքին է, դիտենք վկայությունը»։ Նա ապաքինվել է աղոթքների շնորհիվ։ Նա ապաքինվում է։ Այո, նա կորցրել է իր ձայնը եւ դա նույնպես պետք է ապաքինվի, Աստված բուժում է ամեն ինչ։ Հեռացրեք նրա քայլակը, քույրիկ, հավատքով քայլիր այստեղ, այս միջանցքով, մի վախեցիր, դու մենակ չես, քայլիր վստահությամբ, ահա, հենց այդպես, շարունակիր քայլել քույրս, ամեն քայլով դու հայտարարում ես, որ Հիսուսը կենդանի է, մի վախեցիր, այս ճանապարհին խոչընդոտներ չկան, միայն հավատքն է ուղղորդում, ամուր քայլիր հոգու զորությամբ, շատերն են վախենում, երբ չեն տեսնում հեռուն, բայց հավատքը տեսնում է այն, ինչ աչքը չի տեսնում։ Հիմա ետ դարձիր, սկսիր քայլել ավելի արագ։ Այո, քույրս, տեսեք բարեկամներս, ինչ գեղեցիկ պահ է։ Տերը այս մարդուն օրհնում է։ Հալելույա։ Աղոթենք։ Հայր, ես օրհնում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են, ես ուզում եմ օրհնվել Հիսուս, եւ թող քո պատասխանը նույնը լինի, ինչ նրանցը, իսկ ես ցանկանում եմ քեզ օրհնել, Փառք Տիրոջը։ Ամեն։